Կոնկրետ փաստեր չունենք։ Ունենք ասեկոսներ, որ այտենց ասում են, հեսա գալիս ենք, պետականացնում ենք, կառավարիչ ենք նշանակում, 30% աշխատավարձ ենք բարձրացնում։ Չեմ կարող ասել ինչ քանակի մարդկանց վրա դա կարող է ազդել, բայց մի քիչ մտածող մարդու համար դա միֆ է։ Այսինքն մի քանի հազար աշխատակցի վրա 6800 աշխատող ունենք մենք, դու մոտավորապես մինուս պլյուս շատ փոքր թիվ, եւ այդ 6800 աշխատողից չեմ կարծում, որ ինչ-որ լուրջ քանակ կհավատա դրան, որովհետեւ աշխատավարձների 30% բարձրացնելու պարագայում կարծում եմ նորից իմ կարծիքը մոտավորապես 3 միլիոն մարդ կսկսի ավել վճարել, որպեսզի 6800 մարդ ավել փող ստանա։ Այսինքն սակագնի խնդիր առաջանալու միանշանակ։ Այստեղ մենք ինչով ենք զսպել սակագինը, շատ կարճ անդրադարձ դրան անեմ, զսպել ենք կորուստների տոկոսի նվազելիությունով, այսինքն կորուստների տոկոսը նվազելու դեպքում գեներացվում է լրացուցիչ ֆինանսական միջոցներ, որի արդյունքում զսպել ենք սակագնի աճը։ 4.8, եթե չեմ սխալվում, դրամ 16 թվականից սկսված թանկացել է հոսանքի սակագինը, որի մեջ հեծի, այսպես ասած, մաս որպես կտոր 0 դրամ է։ Այսինքն հեծի նախաձեռնությամբ, то есть ինչքան որ թանկացել է հոսանքը, հեծը այդտեղ որից է բաժին չունի։ Հեծի նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի նախաձեռնությամբ, հեծի նախաձեռնությունը երբեք չի եղել սակագին բարձրացնելու 16 թվականից հետո, եւ ինչպես պարոն Կարապետյանն է իր հարցազրույցներում նշելու, այնտեղ անգամ ժամկետ կա, որ չի լինելու, իսկ հանձնաժողովի նախաձեռնությունն էլ չի եղել, բարձրացվել է սակագներ արտադրողի, տեղափոխողի, գիտեք, մեր ժողովուրդը պատկերացնում է, որ այդ իրենք ինչքան որ վճարում են հոսանքի համար, այդ ամբողջը հեծին է։ Հեծինը չի ամբողջը, որովհետև այստեղ ունենք արտադրողներ, ունենք տեղափոխող եւ բաշխող, մենք բաշխողն ենք։ Արտադրող կայուն չունի հեծը, այսինքն ինքը վերցնում է, sense կոպիտ ասած ոնց որ վերավաճառող։ Այս բaragայում սակագնի մեջ մտնում են նաեւ այդ նշած արտադրող բաշխող։ Այդ 4.8 դրամը, որ թանկացել է իրենց համար, ոչ մեզ համար։ Ինչ վերաբերում է